2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է։ Պարզվել է, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն էլեկտրոնային ստորագրություն, իսկ առանց դրա պայմանագիր կնքել չեն կարող։ Ներկայում քաղաքացիները կարող են պայմանագրեր կնքել ինչպես էլեկտրոնային տարբերակով, այնպես էլ առանց դրա։ Օրենքի կիրառումը կհետաձգվի 1 տարով։ 2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։ 2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ են եւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։ Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանի Դաշնության համար ելք կապահովի դեպի Միջերկրական ծովի, Պարսից ծոցի եւ Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ավելի վաղ Օվերչուկը հայտարարել էր Հայաստանի երկաթուղու 2 հատվածների վերականգնման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին, որոնք կապահովեն դրանց միացումը Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիների հետ Երասխ քաղաքի շրջանում, ինչպես նաեւ Թուրքիայի Հանրապետության երկաթուղիների հետ Ախուրյան բնակավայրի շրջանում։ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը անցկացրել է ավելի քան 3600 ստուգում։ Անցկացված 1189 ստուգումներից 859-ը հաստատված ծրագրի շրջանակում են, 314-ը կրկնակի ստուգումներ են, իսկ 16-ը ոչ պլանային, որոնք անցկացվել են անհրաժեշտության դեպքում։ Հարուցվել է ընդհանուր առմամբ 2414 վարչական վարույթ։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը խոստացել է պատերազմի ավարտի դեպքում հանել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ Միևնույն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է պատրաստել Ռուսաստանի դեմ, որոնք կսահմանվեն խաղաղության բանակցությունների ձախողման դեպքում։ Նոր սահմանափակումները կթիրախավորեն էներգետիկ հատվածը եւ կուժեղացնեն Մոսկվայի վրա գործադրվող ճնշումը։ Ռուսաստանի արտաքին պետական պարտքը 2006 թվականից ի վեր առաջին անգամ հասել է գրեթե $62 միլիարդ։ 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ երկրի արտաքին պետական պարտքը կազմել է $76.5 միլիարդ, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ $319.8 միլիարդ։ Միացյալ Նահանգները պնդում է, որ Չինաստանն իրենցից գնել է վենեսուելական նավթի մի մասը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունից էլ հայտարարել են, որ ծանոթ չեն Միացյալ Նահանգների հայտարարություններին։ Չինաստանի նավթավերամշակող ընկերությունները վենեսուելական նավթի ամենամեծ գնորդներն են եղել մինչև Միացյալ Նահանգների որոշումը։ Ընդ որում ներկրման հիմնական մասը գնել են մասնավոր վերամշակողները։ Իտալական ավիաընկերությունները Օլիմպիական խաղերի ընթացքում փետրվարի 16-ին գործադուլ կանեն։ Բողոքի ակցիաները հայտարարվել են ազգային կոլեկտիվ պայմանագրի եւ կորպորատիվ աշխատանքային պայմանագրերի երկարաձգման շուրջ վեճերի պատճառով, որոնց գործողության ժամկետը արդեն մի քանի ամիս է ավարտված է։ Իտալիայի փոխվարչապետը արհմիությունների այս գործողություններն անվանել է անպատասխանատու եւ հակաիտալական։ 2025-ի ընթացքում Հայաստան մուտք է գործել 5,201,747 անձ, դուրս է եկել 5,171,270-ը։ Նշված ցուցանիշները վերջին տարիների համեմատությամբ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով, թե օտարերկրացիների մասով ներքին գործերի նախարարությունում բացառիկ ու շրջադարձային են որակում։ Ինչու ենք ասում բացառիկ են դիտարկվում, որովհետև 2010 թվականից ինչ սկսել ենք մենք հաշվարկել հատկապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կապված մուտքերի երգերի հաշվեկշիռը, միգրացիոն սալդոն եւ առաջին անգամ է, երբ որ մենք ունենք
լիովին այլ պատկեր եւ պիտի փաստեն, որ արդյունքում արձանագրել ենք սահմանահատման դրական հաշվեկշիռ սալդո, որը կազմել է 30,477։ Թմրամոլության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը Հայաստանում շարունակվում է։ 2025-ին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ առգրավվել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ։ Ավելացել են նաև բացահայտված հանցագործությունների թվերը։ Նախորդ տարի պարեկային ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2414 դեպք, 2024 թվականի 1866 դեպքի դիմաց։ Այստեղ ոչ թե մենք գնացել ենք մանր չափականակներով թմրամիջոցների հետևից, այլ ավելի խոշոր խմբականակների հետևից եւ արձանագրել են հիմնականում ներմուծման դեպքերի մասով ավելի մեծ խմբականակի առգրավում որպես այդպեսին եւ ռազմավարական մոտեցումը շատ սինխրոն իրավապահ ամբողջ համակարգում կարողացել են տեղ հասցնել եւ այս պայծրությամբ նմանատիպ լավ արդյունքային ցուցանիշներ ունեն։ Տրանսպորտային միջոցների թիվը Հայաստանում ավելանում է, այն հասնում է 1 միլիոնի եւ սինխրոն աճում է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Ներքին գործերի նախարարը փաստում է, դեռ մեծ աշխատանք պետք է իրականացնել վարորդների ու երթևեկության մասնակիցների անվտանգային մշակույթի ձևավորման տեսանկյունից։ Մենք արձանագրել ենք, որ չնայած այս շապ տրանսպորտային պարկի արկայությանը Հայաստանի Հանրապետությունում մենք գրանցել ենք հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։ Անցած տարի մենք ունեցել ենք 50-ով պակաս զոհեր նախորդ տարվա համադրությամբ։ Եվ եթե վերլուծենք 24 եւ 25 թվականների կտրվածքով պարեկային ծառայության աշխատանքը, ուրախությամբ պիտի փաստեմ, որ մենք ունեցել ենք 95 խնայված կյանք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին։ Եվ վերջում ներքին գործերի նախարարը քաղաքացիներին հորդորում է փետրվարի 15-ից զանգահարել ոչ թե 102 կամ 911, այլ 112։ Հիմա եթե քաղաքացին զանգահարի 911 եւ եթե զանգը լինի Երևանից, ահա զանգը փոխանցվում է Երևանի հրշեջ փրկարարական ծառայությանը, բայց եթե ծառայությունը զբաղված լինի եւ չկարողանան անմիջապես պատասխանել զանգին, այսուհետ զանգը անմիջապես կսպասարկվի, հետո կքննարկվի մարզային, թե Երևանի ստորաբաժանումները կամ պարեկներն են մոտենում։ «2025-ի դեկտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը Հայաստանում կազմել է 2136։ 2025-ի դեկտեմբերին Երևանում իրականացվել է 1542 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 72.2%-ը։